Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրի բժշկական կենտրոնի ավստրիական մանկական բաժանմունքի վերականգնողական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ կրկին հյուրընկալել եք մեզ։ Շնորհակալ եմ, որ կրկին ինձ հրավիրեցիք։ Բժշկուհի, այսօր մենք խոսելու ենք Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում գործող նոր զարգացման մանկաբուժության ծառայության մասին։ Ուզում եմ հասկանամ, ինչ է այն իրենից ներկայացնում, երբ ոնց է արդեն սկսել գործել։ Այն ընդհանրապես զարգացման մանկաբուժությունը նոր մասնագիտություն է եւ ինչպես Հայաստանի համար, այնպես էլ աշխարհում մոտ 150 տարի է, որ կա այդ մասնագիտությունը, Հայաստանում մոտ 20 տարի եւ Գյումրիում նոր է հիմնվում այդ մասնագիտությունը, նոր այդ ծառայությունը, ինչի կարիքը կար, այդ պատճառով մենք որոշեցինք, որ պետք է լինի Շիրակի մարզում։ Այս մասնագետը, ով է զարգացման մանկաբույժը, եթե այս հարցին պատասխանենք, արդեն մոտավորապես պարզ կլինի, թե ինչ ենք անելու, գնահատում է երեխայի զարգացումը, ամբողջ զարգացումը բոլոր ոլորտներով։ Երեխան մենք գիտենք, որ իր զարգացման ընթացքում ունենում է մի շարք ձեռքբերումներ տարբեր ոլորտներից, այսինքն մատոր զարգացումն է, շարժական զարգացումը, որը մեծ, խոշոր եւ մանր ենթատեսակներ ունի, այսինքն ինչպես է երեխան քայլում, ինչպես է գլորվում, ինչպես է չոչանում եւ մաները, ինչպես է բռնում գրիչը, մկրատը, ինչպես է վերցնում խաղալիքը, ինչպես է դնում խաղալիքը, այսինքն դա շարժողական զարգացման ոլորտն է։ Մյուս ոլորտը մտավոր զարգացումն է, որ շատ կարեւոր է եւ պատասխանատու է մի շարք հմտությունների համար։ Հաջորդ ոլորտը խոսքի զարգացումն է, որը եւս գիտեք թե ինչքան կարեւոր է եւ մենք հիմա ինչքան գործ ենք ունենում խոսքի զարգացման հապաղումների հետ։ Սոցիալական զարգացումը, որը եւս պակաս կարևոր չէ, այսինքն մեր ամբողջ առօրյա գործունեությունը հիմնված է հենց սոցիալական զարգացման վրա։ Ինչպես նաև մենք գնահատում ենք զգայարանների վրա հիմնված զարգացման հապաղումներ, զգայարանների խնդիրների վրա հիմնված, դրանք են տեսողությունը, լսողությունը եւ այլն, անում ենք քնի վերլուծություններ, թե ինչպես է երեխան քնում, ինչու է ունենում անքնություններ, ինչու է ունենում խնդիրներ գիշերային եւ ցերեկային քնի ժամանակ եւ ուտելու խնդիրներ, այսինքն մենք շատ բազմազան ենք գնահատում երեխային, ինչի անհրաժեշտությունը Շիրակի մարզում վաղուց կար եւ որոշվեց, որ պիտի հիմնվի արդեն այդ ծառայությունը մեզ մոտ։ Տեսեք, դուք նշեցիք, որ գնահատանք է, չէ, տեղի ունենում, գնահատում։ Այո։ Այս գնահատումը մեկ մասնագետի կողմից է տեղի ունենում, թե ամբողջական թիմ, որովհետև թվարկածը բազմազան էր եւ բազմավորորդ։ Որովհետև մարդը իր զարգացման ընթացքում ունի լիքը ոլորտներ, շատ ոլորտներ եւ որը չի կարող մեկ մասնագետ, մեկ բժիշկը գնահատել մի բանը եւ չգնահատել մյուսը։ Դա թվում է թե զարմանալի է, բայց իրականում երբ մենք նայում ենք երեխային, հետազոտում ենք երեխային, անպայման նայում ենք ամեն ինչը։ Այսինքն բոլոր ոլորտներն ենք նայում, ինչպես մտավ, ինչպես նայեց, ինչպես արձագանքեց անվանը, ինչպես քայլեց թե չքայլեց, ինչպես դրեց ոտքը, նայեց, ինչքան նայեց, ինչ բառ ասաց թե չասաց այդ բառը։ Կարծես անձեն աչքով ռենտգեն հետազոտություն է սա, հա։ Ամբողջովին ենք երեխային գնահատում, ինչը շատ կարևոր է, որովհետև ունենում ենք շատ դեպքեր, երբ ժամանակին չի գնահատվում, փոքրիկ թվում է թե փոքրիկ խնդիրը եւ դա ունենում է իր հետևանքները ու արդեն ծնագնդի էֆեկտով մենք հետագայում բախվում ենք հետևանքների հետ։ Այսինքն շատ կարևոր է գնահատումը, բայց պիտի ասեմ, որ տեղամասային մանկաբույժները իրենք անում են զարգացման սկրինինգներ, սկրինինգ Այրտոնի սանդղակով են գնահատում եւ իհարկե նախնական ինֆորմացիա ունենում են երեխայի զարգացման մասին,
Բայց տարբերությունը թե տեղամասային մանկաբույժը ինչպես է գնահատում եւ զարգացման մանկաբույժը ինչպես, հիմնականում տեղամասային մանկաբույժները հարցնում են ծնողին, թե անում է, թե չի անում այսինչ բանը, իսկ մենք ճիշտ է կարող է ինչ-որ բաներ հարցնենք, բայց մեր աշխատանքի հիմքում ընկած է մեր տեսածը, այսինքն կարող է ծնողը ասում է, հա, ինքը անում է այդ ինչ բանը, բայց ծնողը կարող է նաև չի պատկերացնում, որ իր ցանկացածը եւ իրականությունը տարբեր բաներ են, եւ սա է, որ շատ կարեւոր է մեր աշխատանքի մեջ, այսինքն մենք անպայման գրում ենք, տեսնում ենք, նայում ենք եւ գրում ենք մեր տեսածը։ Դա շատ կարևոր է։ Եվ մեզ մոտ ով է այդ բարդ գործընթացի պատասխանատվությունը վերցրել իր վրա, այսինքն ով է մասնագետը։ Որոշվել է, որ ես պիտի անեմ այդ աշխատանքը եւ ինչու եմ ես որոշել դառնալ նաեւ զարգացման մանկաբույժ, որովհետեւ իմ գործունեության ընթացքում այս տարիների ընթացքում անընդհատ ուզեմ թե չուզեմ ես զարգացում եմ գնահատում եւ երեխաների, ովքեր գալիս են վերականգնական ծառայություն իրենց բուժօգնությունը ստանալու եւ ավելի մանրամասն գնահատելու համար երեխաներն ուղարկվում էին Երևան եւ մինչեւ այս վերջերս կար մեկ մասնագետ, այնուհետև մեկը դարձավ երկու մասնագետ Երևանում, բայց միևնույն է իրենց մոտ բավականին մեծ հերթ էր գոյանում եւ երեխաները շատ երկար էին սպասում, ամիսներով սպասում էին իրենց հերթին, թե երբ պիտի հասնեն զարգացման մանկաբույժի մոտ։ Իսկ հիմա Հայաստանում մենք ունենք 5 հոգի զարգացման մանկաբույժ, որոնցից 4-ը աշխատում են Երևանում եւ ես եմ, որ Շիրակի մարզում եմ։ Հիմնականում որ տարիքային խմբի երեխաներն են ձեր այցելուները համարվում։ Մեզ մոտ հաճախում են 0-ից 18 տարեկան երեխաներ եւ գնահատվում են տարբեր տարիքներում, գալիս են տարբեր պատճառներով, ավելի փոքր տարիքի երեխաները, մինչև 2 տարեկան երեխաները հիմնականում գալիս են չքայլել կանգատով կամ չոչ չի անում, չի քայլում կամ այսինչ բանը չի կարողանում վերցնել։ Ետ է մնում իր տարիքային ֆիզիկական զարգացման խնդրով երեխաներն են հիմնականում գալիս, իսկ արդեն մոտ 1.5-2 տարեկանից հետո գալիս են հիմնականում կանգատով չի խոսում, մինչև 3-3.5 տարեկան, թեև լինում են դեպքեր, որ ավելի մեծ տարիքում են գալիս այդ կանգատով, ինչը ինձ համար ստրեսային է, այսինքն զարմանալի է, եթե երեխան հասնում է 4 տարեկան, 5 տարեկան ու գալիս են կանգատով չի խոսում, իսկ ավելի մեծ տարիքում գալիս են էլի շատ տարբեր կանգատներով, բայց հիմնականում ունի ուսումնական դժվարություններ, դպրոցում չի կարողանում սովորել, դասերն իրեն հետաքրքիր չեն, չի հիշում կամ չունի ընկերներ եւ շատ կարեւոր է հասկանալ պատճառը, թե ինչու, այսինքն գալիս է կանգատով, ենթադրենք 10 տարեկան երեխա է, բայց ինքը ունի, չգիտեմ, 5 տարեկան երեխայի մտավոր զարգացում, բնականաբար իր համար դպրոցը պիտի դժվար լինի եւ բնականաբար ինքը պիտի դժվարությամբ կարողանա նստել, հարմարվել միջավայրին եւ առավել եւս սովորել եւ բնական է, որ ինքը պիտի ունենա ուսումնական դժվարություններ, այդ պատճառով պետք է անպայման այդ գնահատումը կատարվի, որպեսզի մասնագետները, մանկավարժները, հատուկ մասնագետները իմանան, թե ինչ պահանջեն երեխայից, որ մակարդակից պահանջեն, բնական է, որ իմ բերած օրինակում չի կարող երեխան բավարարել 10 տարեկանին ներկայացվող պահանջները, ինքը պիտի 5 տարեկանի պահանջները բավարարելով գնա առաջ։ Կամ հակառակը լինում են դեպքեր, որ երեխան իր զարգացումից առաջ է ընկած եւ իր համար հետաքրքիր չէ, գալիս է երեխան ու ծնողն ասում է ինքը չի ուզում գնալ դպրոց, դասերին չի ուզում նստել, հարցնում ես ինչու, ասում է ինձ համար հետաքրքիր չէ։ Ու երբ արդեն մտավորը գնահատվում է, երևում է, որ երեխան առաջ է իր տարիքից, բնականաբար իրեն հետաքրքիր չէ այդտեղ գտնվելը։
իրեն հեշտ է տրվում այդ ամեն ինչը եւ պետք է արդեն այլ լուծումներ առաջարկել երեխային։ Այսինքն այս թվում է թե ձեր դեմքից երևում է թե ինչքան եք զարմանում, թվում է թե զարմանալի կանգատները, որ գալիս են, որով գալիս են երեխաները, իրենք պիտի որ կանգատ չլինեին, բայց իրականում այդ կանգատները ունենում են բավականին հաստ շերտ հիմք, թե ինչու է զարգացել այդ կանգատը։ Իմ զարմանքը ինչով էր պայմանավորված, հա, հիմնավոր եմ։ Ես ուզում եմ հասկանալ այդ ծնողների, չգիտեմ, անտարբեր վերաբերմունքի արդյունք է, ոնց կարելի է չմտածել երեխային հասցնել մինչև 10 տարեկան, նոր հասկանալ, որ ունի մտավոր հետամնացություն կամ, չգիտեմ, առաջ է այդ տարիքից։ Ծնողը կարող է չպատկերացնի, որ երեխան հետ է։ Այսինքն ծնողը անտարբերությունը փոխարինում ենք չպատկերացնելով։ Ինքը կարող է չունենա այդ ինֆորմացիան կամ չպատկերացնի, որ երեխան ունենալով առօրյա հմտությունները կունենա ուսումնական դժվարություններ հենց այդ պատճառով, հենց ինտելեկտուալ անբավարարության պատճառով։ Այսինքն լինում են դեպքեր, որ մենք տեսնում ենք առօրյայում ակտիվ, հարմարված երեխա, բայց ինքը ունի ուսումնական դժվարություններ, ինչու, եւ այդ գնահատումը անելուց հետո արդեն պարզ է դառնում, թե ինչու։ Այսինքն մենք հիմնականում տալիս ենք այդ ինչուների պատասխանը եւ առաջարկում ենք լուծումներ երեխաներին, ինչպես վարեն երեխաներին ծնողը, ինչպես պիտի վարի մանկավարժը, ինչպես պիտի վարի հատուկ մասնագետը, ինչպես պիտի վարի մենք, ուր պիտի ուղղորդենք, այլ ինչ մասնագետների, ինչ բժիշկների մոտ պիտի ուղղորդենք, որպեսզի ճիշտ ճանապարհ գտնենք երեխայի ինքնահաստատման եւ երեխայի պոտենցիալը բացահայտելու համար։ Քանի որ երեխաներն են հա ծեր այցելուները կամ բուժառուները, այս կապը ինչպես է ստացվում։ Պատկերացրեք, շատ լավ է ստացվում։ Ես մինչև հիմա փառք Աստծո չեմ ունեցել խնդիր երեխաների հետ կոնտակտ ստանալու։ Շատ արագ ենք ստանում կոնտակտը, նույնիսկ այն երեխաների պարագայում, ովքեր ունեն սոցիալական զարգացման խանգարումներ, որովհետև մենք տիրապետում ենք այդ հմտություններին երեխայի հետ կոնտակտի մեջ մտնելու եւ ինչպես է կատարվում զարգացման մանկաբուժության խորհրդատվությունը, դա էլ է հետաքրքիր, որովհետեւ շատ հաճախ հարցնում են, «Էդ ինչ սարք եք բերել» կամ չգիտեմ, «Էդ ինչով պիտի նայեք երեխին»։ Իրականում դա խաղալիքներ են, ավելի փոքր տարիքի երեխաների համար դրանք ամենասովորական խաղալիքներն են, իսկ կան նաև հատուկ սերտիֆիկացված միջազգային հանրության կողմից ընդունված, բժշկական հանրության կողմից ընդունված սերտիֆիկացված գործիքներ, սարքեր, թեստեր, որոնց միջոցով, որոնց օգնությամբ այդ գնահատումը իրականացվում է։ Իրականում դա երեխայի համար խաղ է։ Մենք խաղում ենք երեխայի հետ եւ վերջերս երեխան երևի չի էլ հասկանում, որ ինքը բժշկի է եկել։ Այո, այդ պատճառով մենք խալաթ չենք հագնում, սպիտակ խալաթով չենք մենք եւ երեխան չի, երբ լսում է բժիշկ բառը, ինքը զարմանում, եթե իհարկե խոսող երեխա ինքը զարմանում է, որ բժշկի եկել, բայց ինքը խաղում է։ Մենք խաղում ենք երեխայի հետ եւ խաղում ենք հատուկ ձևով։ Մեր խաղը խիստ համակարգված է, այսինքն սովորական խաղ չէ դա, ինքը խաղում, ինքը չի պատկերացնում, որ իրեն գնահատում են, իսկ մենք արդեն հետազոտում են։ Իսկ մենք մեր աշխատանքով արդեն ունենում ենք վերջնական արդյունքը։ Ինչքան է տևում խորհրդատվական այդ գործընթացը։ Խորհրդատվությունը ամենակիչը տևում է ամենակիչը 1 ժամ, բայց միջինը տևում է ժամ ու կես կամ մի քիչ ավել, այսինքն պետք է անպայման բոլոր ոլորտները գնահատվեն եւ դա գնահատելը մի քանի րոպեում հնարավոր չէ, անհնար է։ Ծնողի հետ կոնտակտները ինչպես է դասավորվում։ Չենք ունենում խնդիրներ, որովհետեւ բացի այն, որ մասնագետներն են ուղարկում, բժիշկներն են ուղարկում ինչ-ինչ կասկածների պարագայում կամ ուղարկում են հատուկ մասնագետները, հարբժշկական մասնագետները, դրանք կարող են լինել հատուկ հոգեբան, հատուկ մանկավարժ,
համագործակցում ենք մեր ՏՄԱԿ-ի հետ, իրենց կողմից են ուղղորդումներ նաև լինում, բացի այդ ամեն ինչը, այդ բոլոր ուղղորդումները, նաև ուղղորդումները ծնողները իրենք են բերում, այսինքն ծնողը նկատում է ինչ-որ մի խնդիր եւ թիմում է, որպեսզի հասկանա իր կարծիքով խնդիրը արդյոք խնդիր է թե չէ։ Եվ լինում են դեպքեր, որ նաև որ իրենց գանգատը իրականում խնդիր չէ, օրինակ դա կարող է լինել մինչև 3 տարեկան երեխային բերում են, ասում են չար է մեր երեխան, բայց դա ամենասովորական ակտիվ երեխան է, որի համար մենք շատ ուրախանում ենք, իհարկե անպայման գնահատվում է մտավոր զարգացումը, խոսքը, սոցիալականը եւ այլն, բայց եթե մենք որևէ այլ ոլորտում խնդիր չենք տեսնում, այդ ֆիզիկական ակտիվությունը մինչև 3 տարեկանը մեզ համար խնդիր չէ, այսինքն բացատրում ենք ծնողին, որ նորմալ է։ Ռիսկի խմբի երեխաներ ունեք։ Ռիսկի խմբի երեխաները այն երեխաներն են, ովքեր կանխածին են, ովքեր ունեցել են ինչ-ինչ խնդիրներ ծնվելուց հետո, ում ծնողները եղել են ունեցել են վտանգավոր վնասակար սովորություններ, այդ երեխաները պարտադիր պիտի գնահատվեն, որպեսզի մենք եւ պահենք հսկողության տակ, որպեսզի մենք բամբաճ չթողնենք, այսինքն այդ երեխաները իրենք անպայման պետք է լինեն հսկողության տակ, դա շատ կարեւոր է։ Ինչքան ժամանակ է տևում ձեզ մոտ այցելությունը, բազմից են այցելում, ամիսը 1 անգամ, 2 անգամ։ Հսկողություն ասելը նայած տարիքի, նայած ախտորոշման, թե ինչքան ժամանակը մենք ենք կանչելու երեխային, դա կարող է լինել 4 ամիս, կարող է լինել 6 ամիսը 1 անգամ, կարող է լինել տարվա մեջ 1 անգամ կամ 2 տարվա մեջ 1 անգամ, այսինքն կախված է խնդրից եւ կախված է երեխայի տարիքից անպայման։ Կատարյալ առողջ, հա, թվացող երեխային, այսինքն թվացող բառը հանենք, կատարյալ առողջ երեխային նայում եք, գնահատում եք։ Լինում են դեպքեր, որ ծնողները դիմում են հասկանալու համար արդյոք ճիշտ է ընթանում իրենց երեխայի զարգացումը, այո, այդ ժամանակ եւս գնահատվում է զարգացումը, որովհետեւ ծնողին հետաքրքիր է իր երեխայի բացի ֆիզիկական զարգացումը, որը ակնհայտ է, նաև հասկանալ արդյոք մտավոր զարգացումը նորմալ է թե չէ, կամ խոսքը արդյոք համապատասխանում է մտավոր զարգացմանը թե չէ, կամ արդյոք սոցիալական զարգացումը նորմալ է ընթանում, այո, նման դեպքերում եւս մենք գնահատումն անում ենք։ Զարգացման մանկաբուժության ծառայությունը վերականգնողական ծառայությանը զուգահեռ է իր գործունեությունը ծավալում, թե այո, զուգահեռ է ծավալվում եւ Երևանում էլ այն մասնագետը, ով հիմնել է այս մասնագիտությունը Հայաստանում, Թովմասյան Իրինան, ինքը եւս աշխատում է վերականգնողական կենտրոնում եւ մեր ծառայությունում հենց այդ պատճառով որոշվեց, որ պիտի հիմնվի այդ ծառայությունը, որովհետեւ մեզ մոտ հաճախող երեխաներն էլ են ունենում զարգացման գնահատման կարիք ավելի շատ երևի, քան չհաճախող երեխաները։ Ես հենց դա էի ուզում հասկանալ կապը վերականգնողական ծառայության եւ զարգացման, որովհետեւ շատ էին ուղարկվում երեխաները Երևան եւ երեխաները ամիսներով սպասում էին, այդ պատճառով կարիքը առաջացավ եւ պիտի նշեմ, որ գալիս են ոչ միայն Շիրակի մարզի երեխաները, այլ նաև հարակից մարզերից եւ Ջավախքից։ Հիմնականում երեխաները ինչ ախտորոշումներով են գալիս, այսինքն ինչ ախտորոշումներ են ունենում, որ դրանք գնահատվեն։ Ախտորոշումները հետևյալն են՝ ֆիզիկական զարգացման հապաղումներ, մտավոր զարգացման, խոսքի զարգացման հապաղումներ, գլոբալ զարգացման հապաղումներ, աուտիստիկ սպեկտրի խանգարումները իրենց բոլոր ենթատեսակներով, մանկական ուղեղային կաթվածով երեխաները, լսողության, տեսողության խնդիրներով երեխաները,
Այն բոլոր դեպքերը, երբ լինում է ոչ սովորական զարգացում, այսինքն ինչ որ մի բան ամեն դեպքում հարց է մնում ծնողի կամ մասնագետի համար, եւ քնի խանգարումները, ինչպես նաեւ ավելի մեծ տարիքում հիպերակտիվության եւ հիպերակտիվ վարքի եւ ուշադրության դեֆիցիտի խանգարումները, ուսումնական դժվարությունները իրենց բոլոր ենթատեսակներով, հոգեկան խանգարումներ, տագնապային վիճակներ, այսինքն շատ տարբեր արտահայտումներով երեխաներ կարող են դիմել եւ արդեն անհրաժեշտ ուղղորդումները ստանալ գնահատվելուց հետո։ Բժշկուհի Պետրոսյան, քանի որ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, ես կուզենամ, որպեսզի ավանդույթի համաձայն մասնագետ որպես ձեր կոչը հղեք մեր հեռուստադիտողներին։ Պիտի կոչ չէ, բայց խնդրանք որպես այդպեսին, որովհետև իմ գործունեության ընթացքում շատ եմ հանդիպում, պիտի խնդրեմ, որ ծնողները իրենք զբաղվեն իրենց երեխայի հետ, իրենք խաղան իրենց երեխայի հետ, իրենք ուշադիր լինեն, իրենք դարձնեն իրենց երեխաներին հնարավորինս ինքնուրույն, որովհետև նաև գործ ենք ունենում գերխնամքի հետևանքով խնդիրներ ունեցող երեխաների եւ պիտի շատ խնդրեմ, որ ծնողները հեռախոսներ, էկրաններ չմիացնեն իրենց երեխաներին, որովհետեւ շատ ենք ունենում դեպքեր, որոնց ոչ թե պատճառը, այլ նպաստող գործոնը էկրաններն են։ Շնորհակալություն շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ զրույցի համար։ Շնորհակալ եմ ձեզ, որ հրավիրեցիք։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էին Գյումրի բժշկական կենտրոնի ավստրիական մանկական բաժանմունքի վերականգնողական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանին։ Դե ինչպես բժշկուհին նշեց, ականջալուր լինենք նրա խնդրանքներին եւ մեր երեխաներին զերծ պահենք որևէ վատ սովորույթի նպաստող գործոններից։ Մեդինֆոն եթերում եղեք առողջ։